պարզապես տեսնի այն սերը, այն Աստվածը, որի մասին մենք խոսում ու քարոզում ենք, ամեն։ Աստծո ժողովուրդ, շատ անգամ այդ սերը կարող է շատ խիստ թվալ մարդկանց, ասեն, ախր եթե սիրում են մեզ, ինչու են խստորեն կտրում մեզ իրենց կյանքերից, ուշադիր լսեք, դա Քրիստոսի սերն է, շատ անգամ կարող է խիստ թվալ, դա միայն մեկ պատճառով, որ քեզ փրկի, որ քեզ ազատի, որ քեզ խոնարեցնի, որ քեզ իր մեջ բերի, որ քեզ իսկապես ցույց տա ով է այդ Աստված, որը միայն չի զգացմունքներով ու խոսքերով ասում սիրում եմ քեզ, այլ նա գործով է ապացուցում, նույնիսկ եթե նրա համար դառն է, նույնիսկ նրա համար եթե դժվար է, մեծ բան է զոհում, բայց անում է հանուն քո փրկության համար։ Մենք շատ բաներ չենք հասկանա այս երկրի վրա, բայց խոստանում եմ ձեզ, Հիսուս ասաց այսօր չեք իմանա, բայց հետո ամեն բան ձեր համար պարզ կլինի։ Կարանք ասենք ամեն։ Թույլ տվեք հայտարարություններ անեմ, ուրեմն 5 շաբթի օրը ժամը 7-ին ունենք երիտասարդական։ Ուզում եմ բոլոր ծնողներդ լսեք եւ կխնդրեմ, բոլոր երիտասարդները ներկա գտնվեն եւ քաջալերում եմ հրավիրեն ընկերներ, քազններ, որևէ մեկի, թեկուզ անծանոթ ու ծանոթ հրավիրեն ու կանչեն այստեղ։ Ոչ թե երեխաներն են այստեղ լինելու, այլ երիտասարդները, երեխաների ծառայություն չի։ Միևնույն ժամանակ ծնողներ դուք չեք կարող այստեղ լինել։ Լինելու են միայն երիտասարդները, ես եւ ծառայողները։ Ես խնդրել եմ մեր յուտ լիդերներին, յուտի դասատուներին, ուսուցիչներին, որ այդ օրը տրամադրեն ինձ, թույլ տան, որ ես այդ օրը երիտասարդների հետ խոսեմ, փոխանցեմ այն ինձ Սուրբ Հոգին իմ սրտում դրել է։ Ես շատ խիստ հավատացած եմ, որ արթնություն է լինելու, խիստ հավատացած եմ, որ երիտասարդները այլևս նույնը չենք տենալու, ինչու, որովհետև իմ վստահությունը Սուրբ Հոգին է։ Այն ինչ որ ուսուցիչները սերմել են, այդ օրը մենք տեսնելու ենք այն գործի։ Ինչու, որովհետև Սուրբ Հոգին է դա անողը։ Ամեն։ Փառք Հիսուսին այդ գեղեցիկ, այդ կարևոր հնարավորության համար, որ Աստված տալիս է ժամ, ամեն։ Թույլ տվեք մի բան հայտարարեմ, ես գիտեմ անակնկալ է լինելու բոլորիդ համար, բայց կխնդրեմ խոնարհվեք, ովքեր են առանց լսելու պատրաստ խոնարհվելու։ Ես ուզում եմ լիքը ձեռքեր տեսնեմ, որովհետև այն ձեռքերը, որ նայում եմ հիմա ձեր դեմքերը, ես ստուգելու եմ գրառումների մեջ, արդյոք արել են, թե ոչ։ Հիմա ուշադիր լսեք, հայտարարություն եմ անում, որովհետև Աստված է այդպես պատվիրել մեզ, որ 24 ժամյա աղոթքի ծառայություն հայտարարեմ։ Այսօր երեկոյան ժամը 6-ին կսկսի աղոթքը, կավարտենք վաղը երեկոյան ժամը 6-ին։ Ինչու? Որովհետև Աստված խոստացել է, տալիս է մեզ տարածք, բայց մինչև այդ տարածքին հասնելը Աստված ասում է եկեղեցին մտնի աղոթքի։ Ոնց ենք անելու? Այսպես ենք առաջնորդվել, 2 հոգի ժամը կորոշեն, որ ժամից որ ժամն են իրենք ուզում աղոթեն, 1 ժամն էլ է բավարար, ժողովուրդը շատ են, մենք կարող ենք 24 ժամը լցնել, եթե դուք չլցնեք, մենք ձեր տեղը կլցնենք մնացածը, բայց ստեղ սրտի վիճակներ է Տերը ուզում տա, տեսնի, որովհետև Տիրոջ համար այսպես ակնթարթում կարա մեզի ուղակի նվիրի տարածք, բայց Տերը ուզում է տեսնի սրտեր։ Արդյոք քչի մեջ հավատարիմ է այս եկեղեցին, այսինքն այն կանչը, որ այսօր Տերը կանչում է, որ այդ տունը, այդ տարածքը, այդ հողը, որ ես ձեզ տալու եմ, պիտի աղոթքի տուն կոչվի, այդտեղ պիտի գան ժողովուրդը աղոթքի, հաղորդ հագցվելու իմ հետ, ոչ թե գան դրսում ծխախոտ ծխեն, ոչ թե գան իրար հետ տեսնվեն ու իրանց շաբաթվա ուրախությունները խոսեն, այլ գալու են այստեղ, խոնարհվեն եւ աղոթեն եւ Տիրոջ երեսը փնտրեն։ Գիտեք, Մովսեսը, երբ որ Տիրոջ առջև կանգնեց, գիտեք ինչ խնդրեց Աստծուց, ասաց, եթե դու մեզ հետ չես գնում, մենք չենք գնում։ Այսինքն խիստ, եթե դու մեզ հետ չես գալի այնտեղ, որտեղ մեզ տանում ես, մենք չենք ուզում գնանք։ Այսօր նույնպես ես կանգնում եմ Աստծո առաջ ու ուզում եմ դուք եկեղեցի լսեք։ Այնտեղ եթե Տերը չի տանում, ես չեմ ուզում։ Որքան է հիասքանչ, որքան է գեղեցիկ լինի տարածք, վայր, ես չեմ ուզում այն, եթե իմ Տերը իմ հետ չի գալիս։ Ես ուզում եմ գնամ այնտեղ, որտեղ իմ Տերը իմ առջևից է գնում, որ այդ վայրը, այդ տարածքը
ոչ թե պատկանա ինձ կամ որևէ մարդու, այլ պատկանա Տիրոջը։ Եվ որ Տիրոջ տարածքն է, ոչ մի թշնամու գործեր չեն կարող այնտեղ հաղթել։ Դրա համար այսօր իմ աղոթքն է, Հովիվ Արմանի աղոթքն է, որ այս եկեղեցին Մովսեսի նման կկանգնի ու կասի, եթե դու ինքդ մեզ հետ չես գնում այնտեղ, մենք չենք գնում, մենք չենք ուզում գնանք այնտեղ։ Աստծո ժողովուրդ, սա հոգևոր հասունություն է պետք։ Որովհետև տեսանելի կերպով բոլորը լավն են ընտրում, բոլորը լավն են ուզում, բայց հոգևոր առումով, հոգևոր հասուն մարդը այն է ուզում, որտեղ Տերը կա, որտեղ Տիրոջ ներկայությունը կա։ Իմ աղոթքն է, որ այս եկեղեցին Մովսեսի նման նախապատվություն տա Աստծո ներկայությանը, Սուրբ Հոգու առաջնորդությանը, Սուրբ Հոգու ուսուցմանը, Սուրբ Հոգու խրատներին, Սուրբ Հոգու հանդիմանությանը։ Ես ձեր տեղը լինեի կասեի այո եւ ամեն Տեր։ Իսկ հիմա եթե կարելի է միացրեք այս կողմը։ Ուրեմն Փիլիպեցիս 2:12 համար այս խոսքերն է ասում է ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկության համար։ Մենք անգին նվեր ունենք, նվեր, որ ասում ենք չափազանց թանկ գին վճարվեց, բայց այն նաև կարող եմ ասել անգին է, մենք չենք կարող այն վճարել ու փրկվել։ Դա Հիսուսի փրկությունն է, Հիսուսի շնորհքն է։ Այսօր ամեն մեկս ունենք այդ շնորհքը։ Ես ուզում եմ ձեզ հարցում տամ։ Եթե ձեզ մեկը մի թանկարժեք նվեր է տալիս, ասենք թե ամենաթանկարժեքը որն է, ժամացույց, որը արժի մի 80-90 հազար, գցենք $120,000։ Ես ուզում եմ ձեզ հարցում տամ, արդյոք անտարբեր կվարվեք դրա հետ։ Ամեն օր կմաքրեք, հատուկ տեղ կպահեք, հատուկ տեղեր կօգտագործեք, որպեսզի այն երևա, որ դուք կրում եք թանկարժեք ինչ-որ մի բան ձեր վրա։ Բա ինչու այսօրվա եկեղեցին այդ թանկարժեք նվերը, որը Տիրոջ շնորհքն է, անտեսում, օգտագործում, անարգում, արհամարում։ Սա գիտեք ինչ ցավ է մեր Տերը ապրում։ Դուք գիտեք մենք ինչ ենք անում մեր Տիրոջը, մեր այդ արհամարական դիրքով ինչ նրան դարձյալ խաչն ենք հանում։ Շնորհքը այսօր ավելի օգտագործվում է որպես license, որ կարամ նեղ գործեմ, մեկա շնորհքը կա ու կա, քանց թե շնորհքը կա, շնորհքով ապրել է պետք նրա մեջ։ Եվ պատվով, թասիբով կրել է պետ Տիրոջ շնորհքը։ Մենք սիրում ենք, երբ որ տեսնում ենք մեկը թասիբով է, տեսնում ենք մեկը սենց, հա, իրոք խոսքի եկեք այդ ձև, մեր Տիրոջ շնորհքը պատվենք։ Այդ անգին նվերը ոչ թե միայն թաքցնենք, որ փրկվել ենք, կարևոր է դա, այլ ապրենք այդ շնորհքի տակ, որպեսզի մեր հայրը նայի ու իրոք փառավորվի, որտեղ երբ որ նա հետ եկավ, եկեղեցին հափշտակելու, մեկ բան նայելու, ովքեր իր որդու կերպարը ունեն։ Եթե որդուն չենք հագել մեր վրա, մենք փրկված չենք։ Մի խաբվեք ժողովուրդ, ես չեմ ուզում խաբված մնանք։ Որդուն պիտի հագնես, որդուն հագար փրկված ես անշուշտ, Սուրբ Հոգի ունես քո մեջ, որտեղ վերստին ծնունդ տվեք ես, որդին չունես, Հիսուս չունես, փրկություն չունես, Աստված չունես։ Կապ չունի որքան հրաշալի կերպով կարաս կերպարանք կրես, որդուն չունեցար, Սուրբ Հոգի չունեցար, փրկություն չունես։ Այսօր շատ քչերն են քարոզում մեղքի մասին։ Գիտեք ինչու? Որովհետև այլևս մոդա չի, ժամանակակից չի։ Էլ ինչ մեղքից խոսանք, այ մարդ Հիսուսը վճարել է գինը, փրկվել է, էլ ինչ մեղքի մասին է խոսքը։ Ապրեք այնպես, ինչպես առաջնորդվում եք։ Աստծո ժողովուրդ, սա խաբվածներն են այդպես մտածում։ Ես չեմ փորձում ու չեմ ուզում քավլիցի մարդկանց մեջ բերել ինքնադատապարտում։ Երբեք։ Մենք ազատագրվել ենք, Աստված գինը վճարել է, որ այդ ինքնադատապարտումից դուրս գանք եւ ազատ լինենք Քրիստոսի մեջ։
Ես չեմ ուզում դուք հիմա, որովհետև մեղքի մեջ եք ինքնադատապարտեք ձեր անձը։ Աստված չի ուզում ինքնադատապարտի, բայց Աստված ելք է տալիս քեզ, ինչպես դուրս գաս, ինչպես սրբվես, ինչպես կրես նրա շնորհքը եւ նրա կնիքը քո վրա, որպեսզի քեզ տեսնող ասեսի Հիսուսինն է։ Ոչ թե դու նստես նրան համոզես ես Հիսուսինն եմ, այլ նա քեզ տեսնի ու ասի սա Հիսուսինն է։ Ինչպես Պետրոսին ասի Հիսուսի հետևորդներն եք դուք, իրանց նման ես խոսում, իրանց նման ես, այդպես թող մեզ տենան ու ասեն իրար նման եք մտածում։ Գիտեք, չեմ ուզում վախեցնեմ, բայց շատ քչերն են փրկվելու, Աստծո խոսքն է այդպես ասում, թող այս եկեղեցու յուրաքանչյուր անձ լինի այդ քչերի մեջ, որ իրոք երբ որ հափշտակությունը կլինի, այս եկեղեցու շենքը դատարկ լինի, այս եկեղեցին իսկապես ժառանգի երկինքը, դրա համար շատ անգամ կասեն Հովիվ Արմանը, Հովիվ Սիլվին շատ խիստ են եւ սխալ մեկնաբանություններ ու ներկայացում կանեն մեր հեղինակության մասին, բայց մեզ չի հետաքրքրում հեղինակություն այլևս, եթե հեղինակությունը հետաքրքրեր մենք չէինք քայլի Հիսուսի հետ, մեզ հետաքրքրում է մեր ինքնությունը, ով ենք մենք Հիսուսում։ Եթե իմ Տիրոջը արել են, ինձ էլ պիտի անեն։ Եթե իմ Տիրոջ կողքին մի հոգի հավատարիմ չմնաց, ինձ էլ պիտի անեն։ Ես ուզում եմ Տիրոջ հավատարմության մեջ ապրեմ, ոչ թե մարդու։ Եկեք ճաշակենք ու տեսնենք որքան քաղցր է նա, եւ եթե մենք ճաշակենք, Աստծո խոսքը մեզ խոստանում է, որը իսկապես ասեց ու կատարում է, ասում է ճաշակեք ու տեսեք որքան քաղցր է նա։ Եթե ճաշակես, դու երբեք այլևս նրան չես թողի։ Դու քեզ կուրանաս, բայց ոչ նրան։ Դրա համար Հիսուս ասեց, եթե ինձ հետևում եք, գինը ապրելու երկրի վրա հոգևոր կյանքը խաչ պիտի կրեք։ Այսինքն ուրացիր անձդ, խաչդ վերցրու ու հետևիցս քայլի։ Լսեք, գնալով բարթանալու է։ Այստեղ շատ մարդիկ կան հներեն ու հիշում են իմ խոսքերը։ Ես ասացի, այս եկեղեցու կեսը ուրանալու է ու գնալու է Տիրոջը։ Դրանից ավելի շատ մարդիկ են գնացել, որ հաշվում ենք, շատ մարդիկ այսօր աշխարհն են վայելում, շատ քչերն են, որ մնացել են Տիրոջ մեջ, լսեք ինչ եմ ասում, հիշեք այս խոսքերս, գալու է ժամանակ, ինչպես Հիսուս ասաց, վերջի ժամանակներում շատերը գայթակվելու են, ոչ թե այլևս Արմանից ու Սիլվից, Աստծո խոսքից, գիտեք ինչու, որովհետև պիղծ աշխարհի մեջ սրբություն է քարոզվում։ Մտել ենք սատանայի դաշտ ու սրբություն ենք քարոզում։ Ովքեր են պատրաստ սրբության հետևից գնան, ովքեր են ուզում երկինք ժառանգեն, ավելի լավ է ուղեմ հարցումս ավելի ճիշտ է, ովքեր են ուզում երկինք ժառանգեն, այսօր են օրնա, Հիսուսին կպեք եւ Հիսուսին որ կպակ, եթե տնկվեցիք նրա վրա, դարձաք նրա վրա տնկված ճյուղեր, պատուղեք տալու իմացեք փրկված եք։ Աստծո ժողովուրդ, այս վերջի ժամանակների ամենավարակիչ հիվանդությունը գիտեք որն է, վիրավորվածությունը։ Սաղ վիրավորվում են մեկը մեկից։ Իրանց տան մեջ է դառը բնավորությունը ունեցել են, հիմա էլ բերեմ մցրել են եկեղեցի։ Այս ինչ քույրը անցավ բարև չտվեց, այս ինչ եղբայրը անցավ սկի վրեժ չնայեց, էսի էս են բաց թողեք էլի այդ դա գիտեք ինչա թուլերի համար է, չէ որ մենք կանչված ենք ուժեղներ լինելու, հա մեզ էլ թող չհետաքրքրի ով մեզ բարև կտա, ով մեզ ստեսություն կասի, ոչ մի բան, մեզ թող հետաքրքրի մի բան, այսօր գնում եմ եկեղեցի, հանդիպելու ամենակարող, տիեզերքի արարչի, տերերի Տիրոջ, թագավորների թագավորի, ալֆայի եւ օմեգայի հետ, արդյոք նրա ներկայությունը ինձ հասանելի է? Արդյոք նրա ներկայության մեջ իմ հին մարդը մեռնում է? Արդյոք նորը նորոգվում է? Այս հարցումներով գանք եկեղեցի, փնտրենք Տիրոջ երեսը, ոչ մեկը կարևոր չի այս կյանքում, մի հատ դաժան բան եմ ասելու, չվիրավորվեք, ձեր երեխեքն է կարևոր չեն, միակ կարևորը մեկ բան է Աստված, իմ երեխեքը գիտեն,
Գիտեն խենթի պես սիրում եմ իրանց, գիտեն իրանք դա, բայց ես իրանց ասել եմ, ու հիմա այստեղից էլ եմ ասում, ձեզանից շատ մեկը կա, որ ես սիրում եմ, դա իմ Աստվածն է, իմ Աստված առաջնակարգա, նոր իմ ամուսինն է, նոր իմ երեխաներն են, որովհետև դա է կարգը ըստ Աստվածաշնչի, եւ մենք ամեն մեկս, եթե չսիրենք մեր ամուսնուն, մեր անձի պես, ոնց որ այո ամուսնուն է այդ խրատը տրված, բայց քանի որ հիմա ամուսինները մի քիչ ավելի տկար են, կանայք ամեն բեռ իրանց վրա են առ, եկեք սիրենք անենց, որ իրանք էդի տենան ու իրանք հետ սիրեն։ Ժողովուրդ, ես բաներ եմ խոսում, ես չեմ խոսում։ Թույլ տվեք ներողություն չասեմ ձեզ, որովհետև սա է ճշմարտությունը, սա է իրականությունը։ Տան տղամարդը պիտի լինի տան գլուխը, որը աղոթող ու Քրիստոսի հետ կապված է, այդ ժամանակ այդ տունը օրհնված է, թե ֆինանսով, թե առողջականով, թե երեխաներով, թե թոռներով, թե ծոռներով, թե գալիք 1000 սերունդներով։ Այսօր ընտանիքներ քանդվում են, անեծքի մեջ են ապրում, որովհետև Աստծուն հնազանդ չեն։ Իսկ հիմա պատրաստ եք լսեք քարոզը, դա ուղղակի թույլ տվեք սկսեմ քարոզից, քարոզի վերնագիրն է արգելված պտուղը, այ հովիվ Սիլվի, արգելված պտուղ, գնացել ես 5 կտակարան, մտել ես Եդեմի պարտեզ, էսի չես քարոզում, հինը անցած է, սխալվում եք, թույլ տվեք ասեմ, որ արգելված պտուղը միշտ հեռվանց քաղցր է թվում, թույլ տվեք մեկ անգամ եւս շեշ դնեմ խոսքիս վրա, վերջի բառի վրա, թվում, այն ինչը, որ Աստված մեզ արգելել է անենք, դա միշտ քաղցր է թվում, հմայիչ, գրավիչ, մի տեսակ ուզում ես, ցանկանում ես, որովհետև սիրուն է էլի երևում, էդի չգիտեմ ինչ է, միգուցե մեկի համար այդ մեղքը ավտոն է, միգուցե մեկի համար տղամարդ է ինչ որ ուրիշ, կամ կին է ուրիշ, լսեք, հեռվանց ամեն ինչ, ինչը արգելել է Տերը, քաղցր է թվում, այդ իսկ պատճառով ցավոք սրտի մարդը հակառակի պես հենց այն ինչ որ Աստված կարա տա իրան էդի չի ուզում, հենց այդ արգելվածն է ուզում։ Ուզում եմ այն ինչ արգելել ես ինձ։ Ուշադիր լսեք Աստծո ժողովուրդ։ Ամենապարզ օրինակներից մեկը, այո, ձեզ հիմա տանում եմ Եդեմի պարտեզ։ Պատրաստ եք։ Մտնում ենք Եդեմի պարտեզ։ Դե լսեք ինչ կատարվեց։ Որն էր սատանայի մեթոդը։ Ինչպես էր նա գործում։ Շատերս ստեղ բժշկվելու եք։ Շատերս ես է ձեր հետ միասին, որտեվ ես եմ մարդ եմ մահկանացում արմնի մեջ, հա։ Եղիա մարգարեն ասում է ցանկությունների ենթակա սաղս է մարդ ենք, սաղս կարող ենք մեղ գործել։ Ես էլ ձեր հետ միասին, Հովիվ Արմանն է ձեր հետ միասին, բոլորս եկեք հասկանանք, որտեվ այսօր մեծ բժշկություն է գալու։ Նայեք, սատանայի մեթոդը, թե նա ինչպես է առաջարկում Աստծուց արգելվածը, հա, այսպես է գործում։ Աստված երբ ստեղծեց մարդը, հողից ստեղծեց մարդը։ Եվ Ադամին տարավ Եդեմի պարտեզ, եւ նրան ինչ ասաց, ասեց Ադամ, տենում ես այս պարտեզի բոլոր ծառերը, դուք պատկերացեք այդ պարտեզը որքան մեծ էր, պատկերացեք ուղղակի, ասաց բոլոր այս ծառերից կարաս օգտվես, բոլորը տալիս եմ, ազատ օգտվի, բայց մեջտեղում տնկված այն ծառը, որը բարի ու չարի գիտության ծառն է, չդիպչես դրան, չուտես դրանից, որովհետև կերածը տորվանից մեռնելու ես։ Աստծո ժողովուրդ, Աստված ում հետ խոսեց, Ադամի, Եվան ստեղծված էր, Եվան կար, ոչ, Ադամին, այսինքն տան գլխին, տան տղամարդուն, առաջնորդը որպես տան, հա, թույլ տվեք ասեմ, տղամարդուն ինքը դրել էր հսկող, դրել էր այնտեղ, ոնց ասեմ, պաշտպանող եւ ամենակարևորը ներկա, որ պիտի ներկա լինի իր կնոջ հետ։ Ադամին տղամարդուն պատվիրեց Աստված, Ադամ, չդիպչես այդ արգելվածին, որովհետև հենց դիպչեցիք, հենց կերակ, մեռնելու եք։ Ստեղ կանգ առնեմ հետ գամ։ Աստծո խոսքում ասում է օձը ամբողջ գազաններից
ամենախորամանքն էր։ Այսինքն խորամանք էր ինչի նկատի ունի, նրա մեթոդները, նրա մոտեցումը, նրա առաջարկելը, նրա խաբելու մեջ վարպետ լինելը, հա, նրա համոզելը, նրա այդ արգելվածը սենց գունավոր ու գեղեցիկ ներկայացնելը։ Երբեք մի բան հիշեք Աստծո ժողովուրդ, երբեք ու երբեք չթերագնահատեք սատանայի ուժը, բայց միևնույն ժամանակ այս խրատնել եմ ուզում տամ բոլոր նրանց, ովքեր արդեն հոգու մեջ են ապրում, Աստծո հետ են վարվում, քայլում, Աստծո խրատներով ու Աստծո խոսքի մեջ են, նրա կամքի մեջ են, նրանց էլ ուզում եմ խրատամ ասելով երբեք ու երբեք չգերագնահատեք նրա ուժը, որովհետև մեր մեջ բնակվող Աստված ավելի զորավոր է, քան այն, որ այս աշխարհում է։ Եթե հասկանաք, ամեն։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր Հիսուսի հետ չեն քայլում, հնազանդ չեն, թող չթերագնահատեն։ Նա ունի զորություն, որ քեզ պահի այդ մեղքի մեջ եւ վերջում քո մահը տեսնի, քո անկումը, քո պարտությունը տոնի։ Սատանայի նպատակը դա բոլոր նրանց համար, ովքեր մեղքը շարունակում են, արդարացնեն ու ապրեն դրա մեջ, բայց բոլոր նրանք, ովքեր մեղքը մերժում ու ապրում են Հիսուսի հետ, ապրում են շնորհքի ծածկոցի տակ, մի գերագնահատեք նա ուժ ունի, նա ուժ չունի մեր վրա, սատանան միշտ մեր ոտքերի տակ է։ Թող Աստծո ժողովուրդ այնքան հասունանա, այն մակարդակին գա հասնի, որ ասենք սատանան իմ վրա ոչինչ չունի, որովհետև դա Հիսուսի խոսքերն էր, որ նա ասաց իմ վրա ոչինչ չունի, նրան թվում է ժողովուրդ, որ հաղթեց Հիսուսին, Հիսուսը հաղթեց այն ժամանակ, երբ որ արդեն հոգին ավանդեց ու ասեց ամեն բան վերջացավ, գինը վճարեց մեր մեղքերի համար ու մեզ ասեց դե հիմա ով ինձ կհավատա, երկինք եք մտնելու, ժառանգելու եք հավիտենական կյանք։ Փառք մեր Հիսուսին ու նրա վճարած գնի համար, ամեն։ Աստծո ժողովուրդ, օձը մոտեցավ Եվային, երբ Եվան մենակ էր, ուր ես Ադամ, դու Եվայի կողքը պետք է ալնես, քեզ հրաման ա տրվել, քեզ պատվիրան ա տրվել, որ հսկես պաշտպանես կնոջդ, ուր ես, կինը կանչված ա օգնական որպես իր ամուսնուն, բայց տղամարդն ա տիրում, հսկում, պաշտպանում իր ընտանիքի իր կինը, հիմա ուր ես Ադամ, չկա, եւ ինչ եղավ, օձը Եվային մոտեցավ, եւ ինչ ասաց, գիտեք, այս օրերին, այդ օձը շոշափելի օձի նման չի գալի մեզ առաջարկներ անում, ոչ, մի խաբվեք, մի ասեք էդի անցյալի բաներա, այսօրվա այդ օձը միտքն է, այս մեր միտքը, այն Եդեմի պարտեզի նման մեր դաշտն է, որտեղ մենք կանք, եւ այս մտքի մեջ է տալիս սատանան բաներ, որպիսի մեզ տանի մեղքի մեջ, մոտենալով Եվային ասաց, Եվա, իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառերից չուտեք, դրա խորամանկ մոտեցումը, եւ Եվան նրան պատասխանում է, ասում է, չէ, Աստված ասեց, բոլոր ծառերից կարանք ուտենք, միայն այն մեջտեղում տնկված ծառից չուտենք, որ չմեռնենք։ Գիտեք Աստծո ժողովուրդ, Եվայի մինչ մեղք գործելը իր ամենամեծ թերությունը որն էր, երկխոսություն սատանայի հետ։ Եվա, խես դու խոսում սատանայի հետ։ Եվա, ինչ ես դու նստում նրա հետ առևտուրի։ Չէ որ Աստված, ձեր Աստվածը կենթանի է, քո երկխոսությունը մենակ պիտի լինի նրա հետ, սատանան պիտի արհամարվի, որ նրա գործերը փչանա, չէ, Եվաս նստե ու խոսում է, ես որ երկին գնամ Եվային ասել եմ, քո պատճառով այս տառապանքները, որ մենք մարդիկս ենք կրել, Եվա, իսկապես, այդ քո մի հատ անհնազանդության պատճառով սաղ կանանց հեղինակությունը ընկավ, որ սաղ կնգանից սկսեց, բայց եկեք այսօր տանեմ ամենակարևոր տեղը, տղամարդը տեղում չէր։ Տղամարդը տեղում չէր։ Ծիծաղում եք ու որոշ տղամարդիկ էստեղ ուրախանում եք, որ տեղում չեք։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, ցավալի, ողբալի ողբերգություն է, որովհետև դրա համար այսքան դավաճանություններ,
այսքան չարիք անեցքներ, երեխաներ են շուտ մահանում, վրա սատանայի ամեն այն նպատակները իրականանում են, ինչու, որովհետև ընտանիքի կարգ ու կանոնը խախտվել է տեղից, տղամարդը վերցրել է կնոջ դիրքը, դերը, կինը վերցրել է տղամարդու դիրքը, դու գիտեք տղամարդը պիտի հոգ տանի իր ընտանիքի համար, բայց այսօր դրանք սաղ շիֆտ է եղած, տղամարդը երեխայապահում, կնիկը աշխատում է, կնիկն տղամարդու նման իշխում ու անում ամեն ինչը, սրանք մեղքեր է, սրանք անհաճելի է Տիրոջը, Տերը ուզում է այդ ամեն ինչը բժշկի, այսօր խենք եկե մենք եկեղեցի, խենք եկե մենք Աստծո խոսք լսում, որտեղ ուզում ենք բժշկվի մեր տները, երբ որ իմ տան մեջ այդ ամեն ինչը խախտված էր իր տեղերից, ես իմ վկայությունն եմ տալի, որ հանկարծ ծանր չտանեք, որ ձեզ էլ է վերաբերվում, երբ որ իմ տան մեջ ամեն ինչ խախտված էր իր տեղերից, երբ որ իմ տունը դժոխք էր, ես որոշում կայացրեցի, Տեր, եթե իրական ես, բժշկիր ես տունը, արդեն բաժանվում ենք, ավել ճիշտ բաժանվել ենք, քարու քան դեղած է ես տունը, եթե կարաս ես ջարդու խուրդ, ես զզվելի, ես չգիտեմ ոնց ներկայացնեմ, ընտանիքը սարքես, հանձնում եմ քեզ, որ օրը ես սկսեցի այլևս չմտածել ու չցավալ, այլ հանձնել նրան, և նա տիրեց, ես ընտանիքին ամեն մեկիս մեր տեղը դրեց, տղամարդը տղամարդ, կինը կին, երեխաները հնազանդ ծնողներին և այդպիսով տունը կառուցեց, թերություններ կան, շատ կլինի, քանի դեռ մարմնի մեջ ենք, կընկնենք, սխալներ կանենք, բայց ճակատագրական մեղքեր իրար նկատմամբ սխալ վարքերը Աստված արմատախիլ արեց, մենք սովորեցինք ամեն նեղության մեջ վազենք Տիրոջը, եթե կա քո մեջ բռնվածություն, մեղքի նկատմամբ վազի Հիսուսի ոտերի մոտ, գիտեք, տղամարդիկ կանգնած էին, Հիսուսը գետինը բաներ գրում, բերին մի հատ կին ընդեղ, անառակության, նույն վայրում բռնացել էին անառակության մեջ, բերին ես կնոջ ասին Հիսուս գրվածա, քարկոծել ապեց սրան, որ մեռնի ես կինը, գիտեք Հիսուս ինչ արեց, վեր կացավ, և ես խոսքեր ասեց, որ մեկը ստեղ արդարեք, առաջի քարը դուք շպրտեք նրա վրա, ասում է մեկը մույսի հետևից հանդիմանվեցին, թողեցին հեռացան, բայց այդտեղ կանգ չառավ Հիսուս, Հիսուսը այդտեղ շարունակություն տվեց, շուռ եկավ կնոջ ասեց, քեզ չդատապարտեցին, ես է չեմ դատապարտում, բայց գնա ու այլևս մեղք չգործես, գիտեք, մենք այդ ողորմությունը շատ ենք ներկայացնում, բա Հիսուսի մնացած խոսքերը մեղք չգործես, որովհետև եթե շարունակաբար ապրես այդ մեղքի մեջ, այդ մեղքը քեզ տանում է մահվանով կին, դրա համար Հիսուս հանդիմանեց, ասաց մեղք մի գործի, հենց այսենց nailed it, like դրեց անդեղ մատը, որ այսի էլ չանես, այո սիրով է Հիսուս ամեն ինչ անում, բայց Հիսուս ուզում է մենք լուրջ ընդունենք իր խոսքերը, ամեն, սատանան գալով Եվային ասաց, իսկապես քո Աստված ասելա, որ եթե ծառերից ուտեք կմեռնեք, և նա պատասխանեց, հիմա, սատանայի խաբեությունը նայեք, որ Հիսուսին Աստծուն սուտ է հանում, ասաց, բնավ չեք մեռնի, այսինքն, որ Աստված ձեզ ասելա կմեռնեք, այտենց բան չկա, չեք մեռնելու, կերեք, և գիտեք ինչա, այսօր նույն մեթոդով սատանան գալիս է մեզ, մեղ գործի, շնորհքը կա ու կա, մեկա քեզ պաշտպանելու է, մեղ գործի, այ մարդ մի հատ սուտ է խոսա, մի հատ շնություն արա, մի հատ գողություն արա, մի հատ մարդ է սպանելու, որը հանգստանաս, դրան է սպանի, մեկա շնորհքը կա, այդ նույն մեթոդով է գալի այսօր մեզի խաբում, հələ մի պահ, եկեք կանգ առնենք ու մտածենք, ինչքան է եղել, երբ որ սուտ պիտի խոսանք, որ դրա մեջից մաքրվենք, մտածել ենք Տիրոջ շնորհքը կա, հասկացաք, կպավ ձեզ ձեր թույլ տեղերին, սատանան է դա, սատանան է դա, երեկ ամուսինս զանգեց, ասեց, կլասիկ ավտոներից բալանիները ուրա, վախեցա մի պահ, որտեղ սաղ թապել եմ զիբիլը,
Այսպես բուրո բալանին թափել եմ զիբիլը, մտածել եմ պետք չի չեմ մացի այդ իրա կլասիկի բալանիներն է։ Ասեց ուր է այդ բալանիները Սիլվիկ, ասեց սպասի մի հատ մանգամ կզանգեմ քեզ, հիմա անջատել եմ, ասեմ որ խափեմ կփրկվեմ։ Գիտեմ ով է տալի այդ միտքը, բայց որ ճիշտ ասեմ, ջղայնանալու է, նեղվելու է, հա։ Հիմա մտածում եմ որը ասեմ, երկրորդ անգամ զանգեցի, ասի Արման ասեցի, չեմ գտնում, ասես լավ մանարի, էդի բաքսի մեջ իմ դարակում ա եղել, չի կարակորի, ասի ոք Արման, հեսա հետ կզանգեմ, էլի անջատեցի, այմար ոնց ասեմ, որ կացել եմ զիբիլը, հետո հետ զանգեցի, ասի Արման ջան, ասեց հոչ ես թափել, ասի Արման ջան, դե հիմա ինչ իմանամ, լիքստեղ զիբիլ կար թափել եմ, ասեց դու գիտես էդ ինչ արժի ամեն մի բալանին, հիմա ամեն մեկը պիտի բերեմ սարքել տամ, ասի ոք Արման, ոք ասեցի, թափել եմ, էլ չեմ ուզում խոսամ, աղոթի հետո հետ կզանգեմ ու անջատեցի շուտ։ Ես գիտեի ջղայնանալու, ու ջղայնացած էր, ամբողջ օրը երեկի մեջ չէր խոսում բանալիները թափել եմ, բայց ավելավա ճիշտ ասենք, ավելավա ճիշտ ասենք, թափել եմ բալանիները զիբիլը, կարանք չէ մենք է մարդ ենք սխալվենք, հիմա բոլորի արջև ներողություն եմ ասում Արման ջան, որ թափել եմ բալանիները, բայց կարևորը ընտրեցի ճիշտ ասել, չասեցի դու ես թափել, դու ես կորցրել, կարանք ասենք ամեն ժողովուրդ, ճիշտը խոսելու համար, ճշտի մեջ ապրելու համար գին ա վճարվում, դիմացինը մեզ չի հասկանա, ստեղ ստությունն ա ընդունված, ստեղ մեղքն ա ընդունված այս աշխարհի մեջ, բայց ավելի լավ ա, մենք ընտրենք միշտ ճիշտը, որպեսզի փառավորենք մեր Աստծուն, ամեն, եւ նա Աստծուն մեղադրեց, Աստծու անունը ուզեց գցի եւ այն մոտ ասելով բնավ չեք մեռնի, բնավ չեք մեռնի, Աստծո ժողովուրդ թույլ տվեք մի կարևոր բան հիշեցնեմ, մինչև շարունակելս պատմությունը, Աստծո խոսքը չի փոփոխվում, Աստծո խոսքը չի հնանում, Աստծո խոսքը, Աստծո ժողովուրդ ջան, չի նորոգվում, հա? Աստծո խոսքը նույնն է երեք, այսօր ու հավիտյան, այսինքն ոչ մի բան չի կարող այն փոխել, եւ եթե Աստված ասել է, եւ Աստծո խոսքի մեջ գրված է, որ մեղքը բաժանում է բերում Աստծո ու մարդու միջև, ուրեմն ասենք այո եւ ամեն։ Եթե Աստված ասել է մեղքը մահ է ծնում, ուրեմն ասենք ամեն։ Չփորձենք արդարացնենք մեր մեղքը ինչ որ մի կերպով, ինչ որ մի ձևերով, դա խորամանկությունն է ու սատանայի մեթոդն է, դա մերը չի, ամեն։ Հոժարական, երբ որ մարդը գնում է մեղքի հետևից, Աստծո ժողովուրդ ուշադիր լսեք, հոժարական, երբ որ մարդը գնում է մեղքի հետևից, մարդը կարծես մահվան հետևից գնա, գիտեմ մի քիչ դաժան է հնչում, մի քիչ է շատ չերեշչուր ճշմարտություն է եւ կարա էսի խանգարի ձեր միտքը, ոնց ուզում եք հասկացեք, մտածելով գնանք մեղքի հետևից ու արդարացնենք մեր մեղքը ու շարունակաբար ասենք պիտի մեղք գործենք, սա մեկ օր ավարտ ունի եւ այդ ավարտը կարա շատ դառնալի հետևանքներ ունենա, առաջինը հոգու փրկություն, երկրորդը քո կյանքը տորտված չի այս երկրի վրա, Օծը ասաց, շարունակում է, եւ այն ասում է, Աստված գիտի, որ այն օրը, եթե դրանից դուք ուտեք, այսինքն այդ արգելվածը, որ ինքը ասել է արգելված է, հենց այդ պտուղ ուտեք, գիտեք մենք մտածում ենք այդ պտուղը խնձոր է, թուզ է, այն է, բայց այդ արգելվածը դուք տեսեք ինչ որ մի բան, որ Աստծուն հաճելի չի ու քեզ արգելել է ու դու գնաս դրա հետևից, հա? Ասած ձեր աչքերը կբացվի, Աստծո նման կլինեք, բարին ու չարը կճանաչեք, եւ քեզ պետք է ճանաչեիր բարին ու չարը, բարին էիր ճանաչում, հանգիստ ապրում էիր, արգելք չկար, ամեն բան, բարիք քեզ տրված էր, այդ մի հատ ծառին չկպնեիր, այսօր Աստված շատերին տալիս է հիանալի, հրաշալի, ամուսինքին, երեխեք, որ կարան իրանք վայելեն իրանց ընտանիքը, բայց որովհետև անմիտեն, գնում են արգելվածի հետևից, քանդում ու փչացնում են իրանց կյանքը, քանդում ու փչացնում են իրանց երեխեքին, չեն հասկանում, որ այն ինչ այսօր որ սերմում են, վաղ իրանց երեխեքի վրա քաղելու են, այդ նույն բանը ինչ իրանք անում են իրանց կողակցին, վաղ իրանց երեխուն իրա կողակիցն անելու է, դաժան ցավը զգալու են իրանց մարմնի վրա, դրա համար, ես Արմանին նոր ենք ապաշխարի, ասում եմ, ինչքան կարաս ինձ սիրի, ինչքան ուժ ունես ինձ սիրի, որտեղ վաղ իմ երեխեն դա քաղելու է, դա աշխատեց Փառք Հիսուսին,
Փառք Հիսուսին, որովհետև այսօր այդ պտուղը ճիշտ է, ուրախանում ենք, մի քիչ ցենց ծիծաղում ենք, բայց իրականությունն է։ Այսօր իմ երեխեն խաղում է դա։ Մենք պետքա ցանենք այն ինչ ուզում ենք մեր ժառանգները քաղեն ժողովուրդ։ Երբեք չասեք իմ ցանածը կաղոթեմ Աստված արմատախիլ կանի, տենց բան չկա։ Ինձ ցանել ես, վաղը արդեն ցանված անգած է այդ հողի մեջ, արդեն նա տարակել է, վաղ էդի աճելու է եւ վաղ էդի դու քաղելու ես։ Ով ուզում է սեղի, քաղելու ես, որովհետեւ Աստծո խոսքը չի ծաղրվում։ Ոչ ոք չի կարող Աստծո խոսքը ծաղրի։ Ոչ ոք Աստված խոսեց, դատարկ հետ չի վերադառնա իրան կկատարվի դա։ Կարանք ասենք ամեն։ Եվան տեսավ աչքերին հաճելի, պտուղ ուտելու համար հրաշալի, հա։ Ինչ արեց, կերավ, ինքն է կերավ հերիք չի, չէ որ ինքը ստեղծված էր օգնական, օգնեց Ադամին, որ ինքն էլ ուտի։ Եվ ինչ եղավ, ծնվեց մեղքը։ Ծնվեց մեղքը։ Գիտեք, շատերը էլի եմ ասում, կարող մտածեն սա սնունդի մասին է խոսքը, դա սննդակարգի ընտրություն չէր, այլ Ադամի ու Եվայի արածը ապստամբության գործողություն էր, հակառակվել Աստծո խոսքին։ Շատ անգամ բան ենք ուզում ապացուցենք դիմացինին, անում ենք մեր ուզածը, բայց չենք հասկանում, որ դա իրականում դիմացինին չէ, որ անում ենք ու ցավացնում ենք, իրականում Աստծուն ենք ցավացնում եւ Աստծուց էլ մենք կստանանք դրա պատիժը։ Այնինչ սատանան արգելվածը առաջարկում է այսօր մեզ, ինձ ու քեզ ժողովուրդ։ Ճիշտ այսպես, առաջի բանը ինչ ալնում միտք։ Միտք է ծնվում։ Ոնց է միտք ծնվում, տեսնելուց։ Դա համար երեխաներիս եմ շատ ասում, այս social media-ների մեջ, որ ըննում եք, զգուշ եղեք, ընդհանրապես, ինչ եք նայում, ինչ եք տենում, որտև ձեր աչքի տեսածը միա ցանկություն է ծնվելու, որտեղ ձեր սրտում, եթե ձեր սրտի մեջ ցանկությունը ծնվեց, հա, հղիանալու է մեղքով, եթե հղիացավ մեղքով, արդեն քո միտքդ, քո սիրտդ կապվեց դրա հետ, եթե դա ծնվեց, մահացնելու։ Իսկ թվում է Դավիթը ամենահրաշալի օրինակներից մեկն է դրա մեջ, մեղքը գործեց եւ ինչ եղավ, մահ ծնվեց նրա ընտանիքում։ Այսօր, քանի ուշ չի, դեմը առնելա պետք, դեմը առնելա պետք, հակառակվելա պետք մեղքին, քանի մահ չի ծնվում։ Գիտեք, այո, շնորհքի տակ ենք, բայց երկրի վրա Աստված ասել է, ինչ ցանենք, հնձելու ենք։ Մենք կարողա փրկվենք, բայց ինչ ցանենք, դրա պտուղը պիտի երկրի վրա մենք հնձենք։ Արգելված պտուղը, այո, հերված, միգուցե գեղեցիկ թվա, հա, բայց խոստանում եմ ձեզ թունավոր օծի պես խայթելու է, թունավոր օծի պես։ Թույլ տվեք մի հատ օրինակ տամ, շատ մատչելի օրինակ, որից թվում է բոլորը տեսել եք այս սենց բաներ, մանավանդ հայ ազգի մեջ, հա։ Այն մարդիկ, որ ձգտում են շատ արագ հարստանալու, հա, մենք այս մասին սովորում ենք առակած գրքում չորեքշաբթի օրերը հենց այս մասին ենք խոսում ու ընթերցում։ Այն մարդիկ, որ ձգտում են շատ արագ հարստանալու, ինչ են անում, առաջի բանը, գործարքի են մտնում սատանայի հետ, ինչ են անում, ստում են, գողանում են, սկսում են կանոններ եւ օրենքներ խախտել։ Եւ ավելին ասեմ ձեզ, այդ ժամանակ սատանան նրանց տալիս է իրանց ուզածը, սկսում են լավ բարգավաճել եւ առաջ են գնում։ Ինչ է իրանց մեջ ծնվում ագահություն, ինչքան ունեն այնքան ավելին են ուզում, ինչքան ունեն այնքան ավելին են ուզում, գնում են, սատանան թույլ է տալի լավ փքվեն, հետո ինչ անում, այդ թունավոր օծի նման խայթում է ինչ, ծնվում է ինչ, բանտ, պատիժ, ծնվում է այնտեղ ինչ, նայեք, ստեղ ստրկություն, սննկանալ եւ դրանից ինչա ծնվում, գալիս է հոգևոր հիվանդությունները, anxiety, depressia, որտեղ կորցնում են ամեն բան, ընդեղից գալիս է panic attack-ներ, ինչ եղավ էս մարդու կյանքը, ավելավ էր չունենար, ավելավ էր չոր հաց ու պանիր ուտեր ճշմարտությամբ Աստծուն փառք տար, քան թե այդքան շատ ունենար, որտեղ այդ շատ ունեցվածքին շուտ վազելը պահանջում է սատանայի հետ
գործնարկ։ Պիտի մտնես դրա մեջ, որպեսզի կարողանաս։ Գիտեք, ավելի լավ է մենք քչի մեջ գոհացող ընենք, քչի մեջ Աստված մեզ օրհնի։ Եթե Տերը կկամենա, Տերը կտա ավելին, հավատացնում եմ ձեզ, Տերը կտա ավելին, բայց Աստված պահպանում է մեզ շատ մեծ վտանգներից, երբ որ մեզ շատ անգամ ասում է ոչ։ Հակոբոս 1:4 համարը նայեք ինչ խոսքեր է ասում է, յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով, այնուհետև ցանկությունը հղիանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Սա Հիսուսի խոսքերն եմ կրկնում, առաքյալները, նոր կտակարան եմ խոսում, չասեք շնորհքի տակ եմ, ոնց ուզեմ կարամ ապրեմ, այդպես բան չկա։ Մեղքը գործվեց, մահ, բաժանում, որովհետև լույսը խավարի հետ չի կարա իրար հետ քայլի։ Ամեն։ Օրինակներից մեկը կուզեմ Սամսոնի օրինակը տամ, ճիշտ է 5 տակարան է, բայց ինչպես ասացի, Աստված չի փոխվում, 5 տակարանը հայլին է նոր կտակարանի, մենք տենում ենք այն ինչ այսօր ապրվում է, Աստծո ժողովուրդ, Սամսոնը Աստծուց ընտրված մի անոթ էր, որ պետք է վերացներ, ջարդեր թշնամիներին Աստծո, փղշտացիներին, եւ նա շատ գեղեցիկ սկսեց, նրա ուժը, նրա զորությունը Աստված դրել էր իր մազերի մեջ, ասել էր երբեք իր մազերը չկտրեք, բայց Սամսոնը ուներ մի հատ թերություն, մի հատ թուլություն կար իր մեջ, որն էր դա կանանց նկատմամբ, այն էլ ոչ թե սովորական կանանց, իր թշնամիների կանանց նկատմամբ ուներ հակում, մի տեսակ քաշում էին իրան, որովհետև ինքը իր թուլությունը չկարողացավ կանգնացնի, չկարողացավ դեմը առնի, ես խոսում եմ Աստծո մի մեծ մարդ, գիտեք ինչ կատարվեց, այդ թշնամին, այդ Դելայլան, որը որ այդ կինն էր, գիտեք ինչ արեց, Սամսոնի մազերը կտրեց, քնացրեց, մազերը կտրեց, այսինքն Աստծուց տված պարգև զորությունն ու ուժը ձեռից առավ, վերջում էլ աչքերը փորեց ու հանեց։ Սատանան սենց է գործում, սկզբից քաղցր է թվում, վայելում եմ կյանքը, ախպեր գնացինք, էս անենք, այն անենք, վայելենք կյանքը, էդի վայելչություն չի, էդի դու գնացել ես, կանգնել ես սատանայի թակարդի դեմը ու խաղում ես, ոտդ մտցնում անում ես, բռնելու ա քեզ, եթե բռնեց, մահա ծնելու քո մեջ։ Ես չեմ ախեցնում, Աստծո խոսքն եմ խոսում։ Ժողովուրդ, Աստծո խոսքը ասում է, որքան կարակ հակառակ կեցեք սատանային, ասում է, եթե հակառակ կենակ փախչելու ա ձեզանից, էլի կգա փորձելու, էլի հակառակ կեցի, կփախչի քեզանից, կտենա դու մի անոթ ես, հաստատված Հիսուսի մեջ, քեզ չի կարա ինքը խափի, կգա առաջարկներով, Աստծո ժողովուրդ, գիտեք Աստծո մարդկանց ավելի շատ հովիվներին է սատանան փորձում, նրանց երեխաներին է փորձում, գիտեք մենք չենք փորձվում, հովիվ Արմանը կամ ես չենք փորձվում, շատ բաների մեջ, բայց մենք գիտենք ոնց պայքարենք ու պատերազմենք, գիտեք ոնց, Սուրբ հոգով, որտեղ մարմնային չի ես պատերազմը, ես պատերազմը, հոգու պատերազմը, եւ էսի հոգով միայն կարող ես հաղթել, եթե սպառազինված ես, այն ժամանակ կասես սատանա իմ վրա ոչինչ չունես։ Եկեք դաս քաղենք այս օրինակներից։ Հովանու 10 համարը ասում է, նկարագրում է սատանային, գալիս է ինչ անի, գողանա, փչացնի, կործանի, այսինքն սպանի քեզ։ Դու հիմա եթե մեղքի մեջ ես ու կարծում ես այդ մեղքը, լավ, այդքան է վնասակար չի հլը, անենց վնասատալու, քուրս աղբերս, ով ուզում եք լինեք, հակառակ կացեք, Տիրոջ շնորհքի ծածկոցի տակ մտեք, գիտեք այստեղ լիքը ժողովուրդ մկրտվեց, եւ ցավոք սրտի մեկը չզանգեց ինձ, բացի Էդո աղբորից ու Ժաննա քրոջից, այդ մկրտվողներից, նկատի ունեմ, որ խրատ հարցնեն, ոնց պայքարենք այս պատերազմի մեջ, այս ծառայության մեջ, այս մկրտության մեջ, ինչ անենք։ Գիտեք, այս խաչը տեսնում եք, Էդո աղբեր մի հատ ձեռով արա քեզ տենան աղբերս։ Երեք մեսեջեր, երեք չառաջորներ, թե երեք էր, չեմ հիշում կոնկրետ, մեսեջեր արի, ասել էր Հովիվ ջան, սենց մի հատ խաչ, հա, տեսա ու ասում եմ, չգիտես ինչի, որ պահում եմ ձեռքիս մեջ, ինձ հիշացնում է իմ connection-ը իմ Աստծո հետ, լսեք։ Եվ խրատ էր հարցնում էր ճիշտ է դա, թե ոչ, այնքան եմ սիրում են մարդկանց,
որ հովիվների առաջնորդությունը հարգում են, որտեղ այդ մարդիկ աճում ու զորանում են Տիրոջ տան մեջ։ Ես տենում եմ տարբերությունները եւ այս խաչը ասած ինձ connection ասի եղբայրս, քույրս, եթե այս խաչը ձեր համար կուրք չի, պարզապես ձեզ հիշացնում է սիրտ կա մեջտեղը, Աստծո սերը, ողորմությունը, շնորհքը դրա մեջ մեղ չկա։ Տանդ կդնես, թե ավտոյիդ մեջ կդնես քեզ միշտ որպես սիմվոլ է, ոչ թե որպես կուրք, որտեղ Աստծո խոսքը մեզ արգելում է, որ մենք կուրքերի պաշտենք, ոչ արձաններ, ոչ փայտե խաչեր, ոչ մի բան, ասում է հոգով ու ճշմարտությունով Աստծո ժողովուրդը կպաշտեն ինձ։ Բայց եթե սիմվոլ, ես էլի կրկնեմ, բայց եթե սիմվոլ, այն քեզ միշտ հիշացնում է Տիրոջ գործը, նրա սերը, ուրեմն ասի եղբայրս մեղ չկա։ Եվ նրանք ընդունեցին։ Եվ նա առաջարկեց, ասեց ուզում եմ եկեղեցու բոլոր անդամներին նվիրեմ այս խաչը, որովհետև թող իմանան, որ այս խաչը իրական սերն է։ Սերը այդ սիրտը չի, սերը խաչա, որ խաչվեց մեր մեղքերի համար, որ այսօր մենք ունենք փրկություն, նրա շնորհքի շնորհիվ, դրա համար այսուհետև, երբ որ դուք թանկարժեք նվեր կստանաք եւ կփայփայեք, թող ձեր միտքը միշտ ձեզ հիշացնի, մի հատ նվեր ունեք յուրաքանչյուրը, որ այդ նվերը անգին է եւ ամենաթանկն է, հա, փայփայեք այդ նվերը, դա շնորհքն է, պատվեք, ամեն։ Այսօրվա պատգամիս ողջ նպատակը մի բան է, որ մեզ կենտրոնացնի Հիսուսի վրա, որտեղ մենք մեր ուժերով չենք կարող մեղքին կապանքներին հաղթենք, բայց Հիսուսով, նրա զորությունով ամեն բան կարող ենք։ Գիտեք, երբ որ Իսրայել ժողովուրդը մեղք էր գործում Աստծո նկատմամբ, գիտեք ինչ արեց Աստված, բարկացավ եւ թունավոր օձեր ուղարկեց, եւ այս թունավոր օձերը կծում էին մարդկանց, մարդիկ ընկնում, մեռնում էին։ Եվ աղոտ բարձրացեցին Աստծուն, Մովսեսը աղոթեց, եւ գիտեք ինչ ասաց Աստված, ասաց Մովսես, մի հատ պղնձե օձ պատրաստիր, տարու սարի գլխին տնգիր այն, ում որ օձերը կգծեն, թող այդ պղնձե օձին նայեն, ով էր այդ պղնձե օձը, ինչ էր որպես սիմվոլը, ով որ մեղք կգործի Հիսուսին թող վազի նրա ոտերի մոտ, թող ապաշխարի, զղջա ու խոստովանի, որովհետև եթե չանես, դու նրան դարձյալ խաչն ես հանում։ Մեր համար կա բարեխոս հոր կողքին, այնքան պայքարի, այնքան ապաշխարի, այնքան զղջա մինչև մաքրվես ու ազատ ըլնես Հիսուսից, որովհետև մենք մեր մեղքի պատճառով մի օր կհեռանանք, որտև կաման չենք այլևս, բայց Հիսուս ասեց երբեք քեզ չեմ թողնի մինչև աշխարհի վերջ, այսինքն կնես, մեղ գործես, տկարանաս, կողքդ է, մենակ ինձ կանչիր ու ես քեզ կհանեմ այդ վիճակից, ժողովուրդ եկեք արթուն կայուն, Աստծուն պաշտենք, եթե կարելի է փառաբանության խումբը առջև եկեք, երկրորդ երգը կխնդրեմ մեկ անգամ եւս երգեք, այսօր հաղորդություն ենք ունենալու, ես կորտեմ հացը եւ գինին եւ դրանից հետո ուզեմ այս երկրորդ երգը միասին բարձրացնենք եւ Տիրոջը պաշտենք, երկրպագենք, այնպես ինչպես նա արժան է, ամեն, այնպես ինչպես նա արժան է եւ կխնդրեմ մի բան Աստծո ժողովուրդ, թռուցիկ մի նայեք մեղքին, նա թույնավոր օձի պես է, նա այսօր էման է գալիս ում կարա խայթի, ում կարա ոչնչացնի, եկեք թույլ չտանք, եկեք մեր կողքը սահմաններ գծենք, մեր ազատությունը թող միայն լինի Քրիստոսի մեջ, եթե ձեզ թվում է դու ազատ ես, կարաս ինչ ուզես, ոնց ուզես անես, հենց այդ քո ազատությունն է, որ քեզ կտանի կորստյան, քո ազատությունը պիտի լինի Քրիստոսի մեջ, Աստված մեզ տվեց ազատություն, կարանք ասենք ամեն, այդ ազատությունը այն է, որ ինչ ուզենք չանենք, ազատ ենք, մեզ մեկը չի կարա գայթակացնի, արի գնում ենք այսօր հարբենք ու անառակ կյանք ապրենք, ոչ, ես ազատ եմ Քրիստոսով, այլևս ոչ մի բան իմ վրա չի տիրում, որովհետև ես ազատ եմ, եթե ազատ չես, ուրեմն դու դեռ այդ քո մեղքի ստրուկն ես, ուրեմն այդ իրավիճակը քո վրա միշտ տիրում է, երբեք չասես ուժեղ ես, հաղթի, պատերազմի Սուրբ Հոգով քո մեղքի դեմ, կարանք ասենք ամեն,
Աստծո ժողովուրդ, նայեք, ձուկը ջրի մեջ ազատ է։ Ձուկը ջրի մեջ ազատ է, բայց հələ փորձի ձկին ջրից հանի։ Սահման կա մի հատ, կարմիր գիծ կա։ Մեր համար այդ կարմիր գիծը սահմանը մենակ մեղքն է։ Աստված մեզ ասել է, մեղքը եւ մեղքի բոլոր պտուղները սատանայի մերժեք, կտրեք ու արմատախիլ արեք։ Սուրբ հոգու պտուղներով զարդարվեք, որովհետև Հիսուս գալիս է։ Շատ կարճ ու քիչ ժամանակ է մնացել նրա վերադարձին։ Ժողովուրդ, պատրաստ եղեք նրան դիմավորելու պատվով, որովհետև առաջի անգամ որ եկավ, նրան անարգեցին։ Երկրորդ անգամ նա խոստացավ մեկ բան։ Առաջի անգամ ամեն ինչ տարա, երկրորդ անգամ ամեն ծունկ ծռվելու է իմ առաջ։ Ու ամեն ծունկ ծռվելու է, քանի շուտ է հիմա թող մեր ծունկերը ծռվի նրա առաջ ու փրկվենք ու ժառանգենք երկինք, որովհետև դա Տիրոջ ներկայությունն է, դա Տերն է, ամեն ոտքի վրա։ Եկեք աղոտ բարձրացնենք